Գիրկովսե, գլուխ 10. Մի սաղարթածավալ որդը Իսրայելը պտուղ է բերում իրան համար։ Նա շատացրել է սեղանները իր երկրի արդյունքի չափ։ Որքան լավ է երկիրը, նրանք այնքան լավացնում են կուռքերը։ Կոկված էր նրանց սիրտը, հիմա հանցավոր կլինեն։ Նա պիտի ջարդե նրանց սեղանները, փչացնե նրանց կուռքերը, որովհետև հիմա նրանք պիտի ասեն. մենք թագավոր չունենք, որովհետև Տերից չվախեցինք, և թագավորն ինչ կանե մեզ։ Խոսքեր են խոսել, սուտ երդվել, ուխտ դնելիս, և դատաստանը սեզի պես պիտի բուսնե արտիակոսների վրա։ Բեթհավանի որդերի պատճառով պիտի վախենան Սամարիայի բնակիչները, որ սուգ պիտի անե նրա վրա նրա ժողովուրդը, և նրա քուրմերը դողալու են նրա փառքի համար, որովհետև նա գերի պիտի գնա նրանից։ Նա էլ է Ասորեստան տարվելու իբրև ընծա Հարեբ թագավորի համար։ Ամոթը պիտի բռնե Եփրեմին, և Իսրայելը պիտի ամաչե իր խորհրդիցը։ Սամարյան բնաջինջ պիտի լինի իր թագավորովը, ջրի երեսի փրփուրին պես, և քարուքանդ պիտի լինեն Ավենի բարձրավանդակները, Իսրայելի մեղքը, փուշ ու տատասկ պիտի բուսնի նրանց սեղանների վրա, և պիտի ասեն սարերին. ծածկեցեք մեզ, և բլուրներին, ընկեք մեզ վրա։ Գաբայի օրերիցը մեղք գործեցիր, ով Իսրայել։ Այնտեղ կանգնեցին, նրանց չհասավ Գաբայում պատերազմը չարության որդկանց դեմ։ Իմ ուզածովը նրանց կխրատեմ էլ, և նրանց վրա ժողովուրդներ կժողովեմ։ Նրանք իրանց երկու անօրենությունների համար կապված ժամանակը, և Եփրեմը մի սովորած երինջ է, կալ կասել սիրող, բայց ես նրա վզի գեղեցկության վրա լուծ կանցնեմ, կարգի եմ լցելու Եփրեմին։ Հուդան պիտի հերկե, Հակոբը պիտի տափանեն նրա համար։ Սերմեցեք ձեզ համար արդարությունով, հնձեցեք ողորմության համեմատ, խամահատ մշակեցեք ձեզ համար, ըստ որում ժամանակ է Տիրոջը որոնելու, մինչև որ ինքը գա և արդարություն տեղա ձեզ վրա։ Դուք ամբարշտությունով եք հերկել, անօրենություն հնձեցիք, ստության պտուղը կերաք, որովհետև դու ապավինեցիր քո ճանապարհին և քո զորավորների բազմությանը։ Ուրեմն խռովությունը վեր կենալու քո ժողովուրդների մեջ, և քո բոլոր բերդերը պիտի քանդվին, ինչպես Սաղման քանդեց Բեթարբելը պատերազմի օրը։ Մայրը որդկանցը հետ ջարդվեցավ։ Այսպես է անելու ձեզ Բեթելը, ձեր չարության չար լինելու համար։ Արշալույսին պիտի բոլորովին բնաջինջ լինի Իսրայելի թագավորը։